Մարդը բազում շնորհներով օծվել, երկիր մոլորակ է ուղարկվել, Աստծուն հաճո գործեր անի, երկիրն այդպես բնակեցնի։ Մարդիկ իջան երկրի վրա, բնազդներով էին շարժվում, վերից էին լիցքեր առնում, այդ լիցքերով ղեկավարվում։ Մարդուն ազատություն էր տրվել, ով ինչ ուզի, ինչպես կուզի, թող այդպես էլ ինքն արարի։ Ազատ կամք էր տրված մարդուն, ամեն մեկը յուրահատուկ ծրագիր էր տիրապետում, ծրագիրը սրտի խորքում էր թաքցրած, հարկավոր էր ծրագրի լեզուն գտնի, ծրագրով առաջ շարժվի։ Քանի փոքր էր, նոր էր ծնվել, գաղտնիքները բաց են լինում, ամեն ինչ էլ շուրջը տեսնում, ղեկավարել է ցանկանում, խոչընդոտի է հանդիպում, լացով փորձում է հասկացնել, թե ինչու է աշխարհ եկել, բայց քանի որ չեն հասկանում, փորձում են ծեծով ենթարկել, գոռում, ճչում են անգիտակ, փոքրին այդպես են լռեցնում։ Գաղտնի փակվելուց հետո հոգու աչքն էլ հետն է փակվում, այլևս ոչինչ չի տեսնում, հոգևորն էլ արհամարհված, մի անկյունում կուչ է գալիս, լուռ հետևել է սկսում, ծրագրից եթե շեղվի, ներսից ինքը հուշում կտա, զգաստացնի ու հասկացնի, թե որտեղ է սխալ արել, պատժի է արժանացել, հիվանդություններ ստացել։ Ծնողներն էլ իրենց ձևով փորձում են փոքրին հասկանալ, ջերմությունն է բարձրանում, ներսից պայքար է սկսվում, հոգին ներսից գործի անցնում, սխալ ճամփից հետ է պահում։ Սակայն դարերով մարդը զարգացավ, բժշկությունն այլ ուղիներով ընթացավ, քիմիան այստեղ մեյդան ընկավ, թեթև հաբեր պատրաստեցին, հիվանդություն զմռսեցին, մարդու հերն էլ անիծեցին։ Դեղերի դեմ չեմ պայքարում, դեղերն էլ են մարդու համար, դեղին եթե հավատացինք, ձեր հոգուն արհամարհեցիք, հոգին ներսից պայքար կտա, դեղի հետ կռվի մեջ մտնի, մի պահ լռի կհանդուրժի, ձեր ցավերը կմեղմացնի, այլ ցավերի տեր կդարձնի։ Եկեք սրանք ճիշտ հասկանանք, դեղն օրգանիզմի համար խորտ զավակի կնմանվի, ցանկացած ծնողի նման իր զավակին շատ կսիրի, ինչքան էլ խորթը պայքարի, աչքերին կուզի բարձրանա, մեկ է խորթը, խորթ կմնա, տրված ցավը կբարձրանա, հոգուն էլ չի մտերմանա։ Եկեք հոգուն ճիշտ հասկանանք, հոգին խորն է, խճճել ենք, ցավերի մեջ զմռսել ենք, այլևս մեզ չի ընդունում, հուշումները չենք ընկալում։ Մնում է մենք խելքի որ գանք, հոգուն մի քիչ մտերմանանք, լուռ քննարկենք, հոգուն կպնենք, հուշումները ճիշտ ընկալենք, աշխուժանա ներսից գործի, բջիջներին արթնացնի, խորտ զավակներին դուրս քշի, ներսում ինքը կխաղաղվի, խաղաղ հունի մեջ մտած, ծրագիրը լուռ կընթերցի, մարդուն քնից կարթնացնի, հոգու աչքը հենց որ բացվի, մարդն այլևս չի դժգոհի, կյանքը խաղաղ կվայելի, աշխարհում էլ ցավ չի լինի։